Բարոյական է, որ Եռաբլուրում Աննա Հակոբյանը սպառնացել է զոհվածների ծնողներին։ Ասեմ, ես էլ ունեմ զոհված ընդդեմ ավելավա չասեք, Դա բարոյական կարողանա իհարկե։ Իրանք ինչ որ անում են, ոչ մի բանը բարոյական չի։ Ճիշտ ասած, այդ ինֆորմացիային ես ծանոթ չեմ, տենց բան դժվար եղած լինի։ Ինչ իմանամ, ես շատ եմ իմանում, այ բալա, որ ասեմ։ Դա բարոյական է։ Չէ երևի։ Իսկ ինչ կասեիք Աննա Հակոբյանին։ Ոչ մի բան չեմ կարող ասեմ, ով ում հիմա բան կարող ասի, որ ես ասեմ։ Բացարձակ։ Ոչ մի բան չեմ կարող ասեմ։ Աննա Հակոբյանի ինչն է լուրջ, որ եթե լուրջ ընդունենք ու քննարկենք, թե ինչ է ասում Աննա Արդյոք դա Հակոբյանը։ բարոյական է։ Անբարոյական է դա։ Հələ ավելի շատ ավելի անբարոյական ինչ որ ինքը անում է։ Ոչ մի առաջի ղեկավարի առաջի տիկին այդ տիպի քայլեր չի արել։ Մեր համար անսովոր է, մեր հայ ազգի համար շատ ամոթալի է դա։ Որ ինքը փորձում է կրթել, փորձում է սովորեցնել ապրելաձևը։ Ինչ մենք դա գետենք, մեր հայ ազգը դա գետա։ Ասում է կրթվելը նորաձև է։ Թող գնան իրանց նորաձևությունը իրանց համար անեն, հա։ Հայ ժողովուրդը գիտի կրթվելա, միջև դարերով կրթվելա, ով է սովորացրել, իրանք իրանցով չէ, հայ ժողովուրդը կրթվելա ինքը իրանով։ Ինչ որ մեկը պետքա սովորացնի, չէ, բարձի որ չէ։ Թողեք մարդիկ իրանց ձևով կրթվեն, ապրեն։ Մի մտեք մարդկանց ձեր պատկերացումով կրթելու մեջ։ Մի բան արեք, խանգարեք մարդիկ կրթվում են, ապրում են, աշխատում են, ամեն ինչի մեջ իրենք մտնում եք, որ ինչ լինի, անհասկանալի է, բացատրություն չկա դրան, ինչ ասեմ, արդեն ամենքան բան է ասված, որ ասելու բան չկա։ Կարգավորությունը չեմ ասում։ Ես չգիտեմ, չեմ լսում։ Ոչ, անշուշտ ոչ, շատ անբարոյական է։ Ինչպես կգնահատեք։ Զոհվածների ծնողները հատուկ վերաբերմունքի կարիք ունեն ուշադրության ու իրանց հետ ամեն խոսալուց առաջ պետք է 100 անգամ մարդ մտածի նոր ինչ-որ բառ տեսանը։ Չգիտեմ նույնիսկ ինչ է տեղի ունեցել, բայց այդ սպառնալը, այդ մարդկանց սպառնալը արդեն ծանր բան է։ Չէ։ Սիվանար է։ Այո։ Դա իրենցից ամեն ինչ սպասելի է։ Ամեն ինչ։ Ինչպես կգնահատեք այդ։ Իրենք բարոյականության հետ շատ լուրջ խնդիր ունեն եւ դա անուղղելի է, անշտկելի է եւ որևէ մեկս պետք է հույսեր չփայփայենք, որ իրենք կարող է մի օր փոխվեն, այլ կերպ իրենց պահեն, ուղղակի հարկավոր է դաժան ճակատագրից հնարավորինս շուտ ազատվել։ Ինչպես եք տեսնում այդ ճանապարհը ազատվելու։ Գիտեք, մենք այնպիսի վիճակում ենք հայտնվել ազգովին, որ բոլոր ճանապարհները պետք է փորձել, բոլոր հնարավոր ճանապարհները։ Ես տենց հարցերի չեմ պատասխանում։ Բայց դա բարոյական է, ձեզ զոհվածների ծնողներին սպառնալը։ Ոչ, ով չգիտեմ, ոչ։ Իրանից ես մի հարց։